Լավա նորմալը։ Եթե Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, եկամտային հարկ վճարող, ներկայացրել կամ պետք է ներկայացնեք տարեկան հայտարարագիր, ապա ձեր եկամտային հարկի գումարից կարող եք օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։ Ֆիզիկական անձը կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե ներկայացրել է տարեկան հայտարարագիր եւ հաշվետու տարվա ընթացքում կրթության կամ առողջապահության գծով կատարել է սոցիալական ծախս։ Եթե ցանկանում եք օգտվել հաշվետու տարվա ընթացքում կատարված սոցիալական ծախսի փոխհատուցումից, ապա անհրաժեշտ է մուտք գործել հայտարարագրման համակարգ, ձեր էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնել հայտարարագիրը եւ հանձնել հարկային մարմին։ Առողջապահական ծախսը կարող է փոխհատուցվել, եթե հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձը Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել ապահովագրական փաթեթ կամ 2024 եւ 2025 թվականներին օգտվել է լիցենզավորված ատամնաբուժական ծառայությունից։ Շեշտենք, որ նշված վճարումները պետք է կատարված լինեն անկանխիկ եղանակով։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման դիմումների մերժման ամենատարածված պատճառն այն է, որ հայտարարատու ֆիզիկական անձը միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ դիմումը ներկայացնում է առանց հաշվի առնելու, թե արդյոք ներառված է սոցիալական ծախսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, թե ոչ։ Հետևաբար, նախքան միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ դիմումը ներկայացնելը, պետք է համոզված լինել, որ ծառայություն մատուցող կազմակերպությունը դուրս է գրել համապատասխան հաշվարկային փաստաթուղթ եւ սոցիալական ծախսի վերաբերյալ տեղեկատվությունը արտացոլված է հայտարարագրի 4-րդ սոցիալական ծախսեր բաժնում։ Եթե արդեն ներկայացրել եք հայտարարագիր եւ ստացել մերժման վերաբերյալ պարզաբանում, ապա անհրաժեշտ է նույն համակարգի միջոցով կրկին ներկայացնել ճշգրտված հայտարարագիր։ Այսինքն պետք է նորից լրացնել հայտարարագիրը, վավերացնել ձեր էլեկտրոնային ստորագրությամբ, որում պետք է ներառված լինեն սոցիալական ծախսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Այնուհետև նույն համակարգի միջոցով անհրաժեշտ է ներկայացնել միասնական հաշվում առկա գումարների վերաբերյալ նոր դիմում։ Սոցիալական ծախսի փոխհատուցման դիմումի մերժման եւս մեկ տարածված պատճառ այն է, որ քաղաքացիները դիմում ներկայացնելիս չեն սեղմում հարկերի մարում կամ վերադարձ կոճակը։ Հիշեցնենք, որ սոցիալական ծախսի փոխհատուցումը ստանալու նպատակով դիմումը լրացնելիս անհրաժեշտ է համապատասխան բաժնում պարտադիր ակտիվացնել այդ կոճակը։